Ողջույն բոլորին, այսօր իմ խոհանոցում տիրում է դարչինի անուշ բույրը և իմ փոքրիկ օգնականի հետ պատրաստելու ենք գազարով տորտ։ Եվ այսպես, նախապես քերում ենք թարմ գազարը, դանակով կտրատում ընկույզը և դնում ենք մի կողմ, պատրաստում ենք կրեմը։ Փափուկ կարագը լավ հարում ենք շաքարի փոշու հետ։ Քաղցրությունը կարող եք կարգավորել ըստ ցանկության։ Կարագը հարում ենք մինչև լավ սպիտակ, ապա ավելացնում ենք սերուցքային պանիրը, կրեմ չիզը, ստանում ենք հարթ ու համասեռ զանգված։ Ձուն ու շաքարավազը հարում ենք այնքան, մինչև ստանանք սպիտակ փարթամ զանգված։ Ես եմ գազարը լցնում։ Ստացված զանգվածին ավելացնում ենք քերած գազարը։ Հաջորդիվ ավելացնում ենք մանրացած ընկույզը և զգուշորեն խառնում ենք։ Մաղած ալյուրին խառնում ենք փխրեցուցիչը կամ սոդան և անպայման անուշաբույր դարչինը։ Զգուշորեն խառնում ենք, որպեսզի խմորը պահպանի իր թեթևությունը։ Ավելացնում ենք ձեթը և շարունակում ենք խառնել։ Այնուհետև խմորը բաժանում ենք երկու մասի և թխում նախապես տաքացված 180 աստիճան ջեռոցում։ Ահա և իմ բիսկվիտները պատրաստ են։ Սառելուց հետո առատորեն պատում ենք կրեմով և զարդարում ենք մանրեցված ընկույզով։ Ահա և պատրաստ է մեր գունեղ և չափազանց նուրբ գազարով տորտը։ Հուսով եմ, այս բաղադրատոմսը տեղ կգտնի նաև ձեր խոհանոցում և կուրախացնի ձեր մտերիմներին։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ սեղմել լայքի կոճակը և բաժանորդագրվել իմ ալիքին։